Բարև ձեզ։ C կվադրատ Ampega-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերն ամփոփել են 2025 թվականի առաջին եռամսյակը։ Ինչ զարգացումներ են եղել տարվա առաջին ամիսներին։ 2025 թվականի առաջին եռամսյակը լի էր իրադարձություններով, տեղական շուկան ավելի կայուն էր համեմատած արտասահմանյան շուկաների եւ տնտեսությունների։ Սկզբից անդրադառնամ տեղական շուկաներին։ Այստեղ չնայած տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղմանը եւ չնայած արտաքին մի շարք եւ բազմաշերտ գործոնների, տեղական պարտատոմսերի շուկան պահպանել է իր հարաբերական կայունությունը եւ գնաճն էլ իր հերթին պահպանվել է թիրախային 3% ցուցանիշի շրջանակում։ Նման պայմաններում տեղական շուկաներում ներդրումները ունեցել են դրական ազդեցություն C կվադրատ Ampega-ի կողմից կառավարվող բացառապես բոլոր կենսաթոշակային ֆոնդերի վրա։ Վերջերս շատ են քննարկումները արտասահմանյան տնտեսություններում անկայուն միջավայրի մասին։ Ինչ կասեք այս մասին։ Ճիշտ է, գլոբալ անորոշությունները վերջին ամիսների ընթացքում շատ էին, հիմնականում պայմանավորված առևտրային պատերազմով կամ տարիֆների շուրջ անորոշությամբ։ Հունվար ամսին դեռևս իրավիճակը այդքան լարված չէր։ Տնտեսական ցուցանիշները լավ էին, բաժնետոմսերի գները գտնվում էին պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, արհեստական բանականության ոլորտի շուրջ ոգևորվածությունը եւ ներդրողների վստահությունը եւս գտնվում էր շատ բարձր մակարդակի վրա, իսկ տարիֆների կամ մաքսատուրքերի մասին խոսակցությունները դեռևս այդքան սուր չէին։ Փետրվար ամիսը ավելի չեզոք ամիս էր, այս ամսվա ընթացքում եղավ ներդրողների տրամադրվածության որոշակի փոփոխություն, ավելի թույլ սպառողական ցուցանիշներ, ավելի բարձր գնաճային սպասումներ, նաև արհեստական բանականության ոլորտում առաջատար ընկերությունների շահութաբերության մասին քննարկումներ եւ դրան զուգահեռ ԱՄՆ կառավարության կողմից սրվեց տարիֆների հարցը, ինչը ներմուծեց լրացուցիչ անորոշություն կապիտալի շուկաներում։ Մարտ ամսին ԱՄՆ կառավարությունը արդեն կիրառեց լայնածավալ մաքսատուրքեր տարբեր երկրների վրա, ինչն էլ հանգեցրեց բարձր գնաճի եւ տնտեսության դանդաղման մտահոգությունների։ Նման մտահոգությունները իրենց հերթին իհարկե բացասական ազդեցություն են ունենում միջազգային բաժնետոմսերի գների վրա։ Նման պայմաններում ավելի լավ եկամտաբերություն ցուցադրեցին ավելի պատմականորեն ապահով ակտիվները, ներդրումները, այսինքն օրինակ ոսկին կամ կարճաժամկետ պետական պարտատոմսերը, իսկ օրինակ ԱՄՆ դոլարը եւ ԱՄՆ երկարաժամկետ պարտատոմսերը ունեցան որոշակի արժեքի անկում։ Սրան զուգահեռ շահեց այս իրավիճակից Եվրոպան, եվրոպական ընկերությունները, եվրոպական պետական պարտատոմսերի գները, քանի որ տեղի ունեցավ որոշակի արտահոսք Ամերիկայից դեպի Եվրոպա, ինչն էլ փաստորեն հանգեցրեց եվրոյի արժևորմանը դոլարի եւ այլ արժույթների նկատմամբ։ Ինչ ազդեցություն է ունեցել արտասահմանյան տնտեսություններում անկայունության այս միջավայրը C կվադրատ Ampega-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա։ Նման անկայունությունները բնորոշ են տնտեսություններին եւ նման միջավայրում կարեւոր է պահպանել դիվերսիֆիկացիայի սկզբունքը եւ նշեմ, որ C կվադրատ Ampega-ի կողմից կառավարվող բոլոր ներդրումային ֆոնդերը շարժվում են առաջին հերթին հենց այս սկզբունքով, այսինքն ֆոնդերն ունեն ներդրումներ թե արտասահմանում, թե տեղական շուկայում, արտասահմանում ունեն ներդրումներ տարբեր արժույթներով, տարբեր ոլորտներում, տարբեր ընկերություններում։ Եթե խոսեմ սրա մասին թվերով, ապա կարող ենք ամփոփել եռամսյակի արդյունքները հետևյալ կերպ. C կվադրատի կողմից կառավարվող կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 2.3% եկամտաբերություն, պահպանողական ֆոնդը 0.8% եկամտաբերություն, իսկ հավասարակշռված ֆոնդը 0.2% եռամսյակային եկամտաբերություն։ Փաստորեն առավել ցածր ռիսկային ֆոնդը C կվադրատ Ampega կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդը գրանցել է ավելի բարձր եկամտաբերության ցուցանիշ։ Արդյոք սա տրամաբանական է։ Կարճաժամկետ հատվածում
նման իրավիճակը հնարավոր է, իսկ երկարաժամկետում ավելի տրամաբանական է, որ առավել ռիսկային ֆոնդը գնացի ավելի բարձր եկամտաբերություն, իսկ ավելի ցածր ռիսկային ֆոնդը ավելի ցածր եկամտաբերություն։ Մենք խրախուսում ենք կենսաթոշակային համակարգի մասնակիցներին դիտարկել եկամտաբերությունը երկար հորիզոնում, իսկ 3 ամիսը դա բավականին կարճ ժամանակահատված է, եւ եթե ցանկանում է մասնակիցը փոփոխություն կատարել ֆոնդի, ապա նա ունի այդ հնարավորությունը mobile banking հավելվածների միջոցով, կամ եթե բանկը չի տրամադրում այդ հնարավորությունը, ապա մոտենալով բանկ հաշվի օպերատոր բանկերից մեկը եւ այնտեղ ներկայացնել ֆոնդի կամ ֆոնդի կառավարչի փոփոխության մասին դիմում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։